Ժորժան, էսի մի հատ շտապ հաղորդում է, երեք ուրեմն ասել էի մայիսի 9-ը, ուրեմն մայիսի 9-ին չի, մարտի 9-ին է մեր առաջին համագումարը։ Հիմա մի քանի մեկնաբանություններից խոսեմ, Ժորժան, որ Վարդան Ղուկասյանի մասին եմ գրում, կան մի երկու հատ ադեկվատ, իհարկե վերացվել են, բլոկվել են։ Այդ ադեկվատներին, անադեկվատներին ինչ կասեմ։ Ես իմ էջում Վարդան Ղուկասյանի վիդեո ունեմ։ Ես այն մարդն եմ, որ երբ որ Սրբազանին միանում էի քննչական կոմիտեի դիմաց, ասացի, բա Վարդան Ղուկասյանի ամենահայտնի հայկական լրատվական պլատֆորմի միկրոֆոնները ուր են։ Իսկ ձեր էջերը, այդ բոլորդ, որ գրել եք, ում էջ է մտնում է, մի հատ վիդեո չունեք այդ մարդու օգտին։ Աշխատավարձ չէին տալիս, զանգում էիք Վարդան Ղուկասյանին։ Խոշտանգում էին, զանգում էիք Վարդան Ղուկասյանին։ Թոշակ չէիք ստանում, զանգում էիք Վարդան Ղուկասյանին։ Բա հիմա ուր եք։ Անձամբ ես Վարդան Ղուկասյանի հետ ունենք տարաձայնություններ, կներեք, այսինքն նա կպել է իմ միակ հարազատ մարդկանցից մեկին, ես գտել եմ անտեղի, ինքը չգիտեմ ոնց է գտել, ասեմ, ես տարաձայնություն ունեմ, ես իր հետ համագործակցելու կամ չհամագործակցելու հարց ունեմ, բայց դուք ինչ տարաձայնություն ունեք։ Մարդը, ձեզ ինչ-որ աղբյուրներից ասել են, մարդը պրոբլեմի մեջ է, բա հելեք պաշտպանեք։ Մի հատ էլ մեկնաբանություն կա, որ ուրախանում եք Վարդան Ղուկասյանը, որ պրոբլեմի մեջ է, նախ ես չգիտեմ ինքը ինչքան պրոբլեմի մեջ է, երկրորդն էլ Ժողովուրդ ջան, ոնց կարող է ուրախանամ, նախ որպես քաղաքական գործիչ, մյուս քաղաքական գործիչի պրոբլեմի մեջ լինելը չեմ կարող ուրախանալ, երկրորդն էլ ասենք այդ նույն կյանքով ես անցել եմ, երբ որ ինձ են ձերբակալել, էլի չեն եղել մարդիկ, որ բողոք են ու մինչև հիմա էլ բրասլետով եմ ու այդ սարքով եմ կալանքի, այս սարքն ու բրասլետն է վրես, ես մարդկանց դժբախտությունների վրա ընդհանրապես չեմ ուրախանում, բայց ձեզ այդ որ այդքան Վարդան Ղուկասյանի կողմից ձեր հարցերը բարձրացնում եք, մի բան կասեմ, 2000 տարուց ավել առաջ մի հատ խելոք մարդ ասել է, որ միջև աքլորի կանչելը 3 անգամ ինձի կծախեք։ Հիմա բա ինչ եղավ, ուր եք, եթե ձեզ թողում էր ձեր ամանչելով, պետք է մենակ գաղտնի քվեարկությանը գաք, ընտրեք, ու երբ որ մարդը ձեր կարիքը ունի, այդ ժամանակ դուք չլնեք, բա մի հատ էլ մտածեք, դուրս են եկել, ասել են այդ մարդը ոչ ստանդարտ մարդա ու լրիվ այդ պահկվել եք, բա այդ մարդը ձեր օգնության կարիք ունի, դե դուրս եկեք։ Ժողովուրդ ջան, ես էլ եմ ասում, ես ինձ եմ ընտրել։ Դուք եք ասում պետք է իրան ընտրենք, բա ձեր մարդը ձեր կարիքը ունի, չեք ելնում փողոց։ Ես հստակ տեղեկություններ չունեմ այդ մարդու մասին ու չեմ ուզում սպեկուլյացիայով զբաղվել։ Փորձել եմ կապնվել կուսակցության ղեկավարին, այդ տիկնոջը, համարը, որ ինձ փոխանցել են, գոյություն չունի ու կխնդրեմ այդ կինը կապնվի ինձ հետ, որպեսզի տեսնենք ինչ է եղել իրականում այդ մարդու հետ։ Հիմա ինչ վերաբերում է մի այլ մեկնաբանություն կար, թե բողոքի ակցիաներին դուք կմիանաք, Ժողովուրդ ջան, երբ որ հաստատ բան իմանանք, չի բացառվում։ Հիմա այն հարցը, որ ասում եմ, ես Վարդան Ղուկասյան չեմ ընտրելու, դուք եք ընտրողները, չէ, ես ինձ եմ ընտրելու, ամեն ոչ կեղծ կուսակցություն, ինքը իրան չի ընտրում։ Պարոն Տրամպը չէր գնալու Բայդենին ընտրել, եթե մի կուսակցություն ընտրում է մյուսին, ուրեմն դա կեղծ ստեղծված կուսակցություն է։ Մեկնաբանություն կար, ինչի է վրացական դրոշը ձեր հոլովակի հետևում, ուրեմն Ժողովուրդ ջան, զարգացեք, այդ դավադիր արարքը երևի չգիտեք, ինչպես է Կիլիկիայի դրոշը դարձել Վրաստանի, այդ մասին հետաքրքրվեք, եթե չէ, ուրեմն մենք առանձին հաղորդում Գագիկին խնդրենք առանձին հաղորդում կանի այդ մասին։
Հիմա գրել էիք LGBT-ն ու հատուկ ջոկատայինները իրար հետ լավ էլ շքերթ կանեն, խնդրեմ մեր տղաներին չամպատվեք, մենք լավ էլ տղաներ ունենք ու այսքան այսօր ժողովուրդ ջան։